Ողջույն բարեկամներ, նախ ներողություն եմ ուզում խնդրեմ երեկվա առողջման ձայնի խնդիրների համար։ Շատ ժամանակ ես ինքս էլ չգիտեմ ինչա կատարվում, ասենք դուք ոնց եք ինձ լսում, որովհետև ես մոնտաժող չունեմ, տեխնիկական կազմ չեմ պահում։ Երանի գա այդ օրը, որ մենք դառնանք մեդիա եւ իմ ամբողջ աշխատանքը լինի հենց այս հաղորդումները պատրաստելը, որը իմ աշխատանքը չի, ես ունեմ աշխատանք ու սա անում եմ որքանով ես հասցնում եմ ու շատ ժամանակ նույնիսկ ժամանակ չի լինում լսելու թե ես ինչ եմ անում, մեծամասամբ ժամանակ չի լինում, երեք ձայնի խնդիր ա եղել, որի համար ես ներողություն եմ խնդրում, պետք է ասեմ, որ դա ուղղակի միկրոֆոնների հետ կապված ծրագրային խնդիրներ է, որ ես աշխատում եմ շտկեմ եւ ես մտածում եմ նոր ձայնային տեխնիկա գնել, գուցե ժամանակ այդ խնդիրներից կարողանանք խուսափել։ Հուսով եմ հիմա ավելի լավ է լսվում, հուսով եմ։ Ես իմ կարգավորների մեջ փորձել եմ անել ինչ որ հնարավոր է։ Ես իմիջիալոց մենք հաղորդման տակը link կա, PayPal link կա, եթե ուզում եք օժանդակեք այդ գնումի համար, դուք կարող եք ձեր նվիրատվություններն անել եւ հուսում դրանից հետո մենք ունենանք ավելի անթերի, ավելի լավ ձայն։ Եվ այսպես գնանք նորություններին Վարդան Ղուկասյանի հետ կապված առաջինը, ինչպես միշտ այն աղբյուրները, որոնք ինձ տեղեկացնում են ինչա կատարվում դատարանում, խնդրեցին, որ փոխանցեմ ձեզ, որ վերջի նիստի ժամանակ դատավորը բավականին բարգացած է եղել հենց դատախազի եւ մեղադրական կողմի նկատմամբ այդ մասին խնդրեցի, որ ես անպայման ձեզ ասեմ, մասնավորապես ինչու՞մն է բանը, որ նրանք լավ չեն պատրաստված։ Եթե դուք հիշում եք, հենց առաջին օրը, երբ որ մենք իմ հծանք որ Վարդան Ղուկասյանին ձերբակալել են, ոչ թե նա հիվանդանոցում է, ոչ թե նրան ծեծել են, ոչ թե նրան սպանել են, հա։ Հիշում եք, ես այդ ժամանակ ասեցի, թե փառք Աստծո գոնե դատարանում է, եթե դատարաններ ներկայացածը սրանք են, հա, դիմումները սրանք են, սրանք իրենց փնթիության արդյունքում, գիտեք, չէ, սրանք ոչ միայն տգետ են, հա, սրանք ոչ միայն անհայտենիք են, նաև կատարյալ փնթի իրենց տգիտության արդյունքում, հա։ Բնականաբար նրանք չեն կարողանալու կազմակերպեն այն դատավարությունը Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ ներկայացնեն այն աստիճանի անբեկանելի փաստեր, որի արդյունքում դատարանը ստիպված պետքա արտաքսի Վարդան Ղուկասյանին։ Հույս ունենալով դրանց տգիտության վրա, այդ եզրակացությունները ես արեցի առաջին օրը դուրս է գալի, այո, դա ճիշտ է եւ այն հանգամանքը, որ լույս է երևացել լավ որոշման համար, հենց դա է եղել, որ դատավորը իրոք բարկացել է մեղադրական կողմի վրա, որ նրանք փնթի են ներկայացել փաստերը եւ շատ ժամանակ նույնիսկ ներկայացված փաստերն ու իրականությունը իրար հետ չեն համընկնում։ Ես օրինակ մոտարապես ուզում եմ պատկերացնեմ այդ դատարանում ինչա, ասենք, բան եղել էլի, սա փաստ չի, դա արդեն իմ եզրակացություններից է ինչ որ կասեմ, մոտարապես պատկերացնում եք, որ նրանք ասենք որպես սպառնալիք ներկայացել են, որ ասենք Վարդան Ղուկասյանը իրենց խոստացել է, ասենք, կուկուլալա տումանբա անել, ասենք, եւ դատավորը հետաքրքրվել է, ասենք, բացատրեք ինչա նշանակում դա։ Ասենք մոտարապես sense մի բան է, էլի երևի նրանք բացել են բոլոր հնարավոր բառարանները, չեն գտել, փորձել են բացատրել, չեն կարողացել, երևի միջնորդություն են ներկայացել դատավորին ցույց տալ դա ինչա, ինձ թվում է դատավորը հենց այդպես էլ հենց այդտեղ էլ բարկացել է իր վրա։ Դե բնականաբար Վարդան Ղուկասյանը փակագծերը չէր բացելու, իր գաղտնիքները չէր բացելու, թե ինչ է նշանակում դա եւ ինչով է դա սպառնում իրենց առողջությանն ու ապագային։ Սա ասենք իմ ֆանտազիայի բանից էլ հանկարծ չընդունեք, որ դες բան ա եղել, էլի դες բան չի եղել բնականաբար։ Հուսով եմ այս քանի օր մենք իրոք կունենանք այն լավնորությունը, որոնք ես վստահ եմ բոլորը սպասում են եւ որը ժամանակից շուտ հայտարարվեց, մարդիկ սկսեցին շնորհավորել իրար։ Դա մտես միշտ սպասում եմ այն վերջնական որոշմանը։ Ընթացքը սա է։ Դատավորը հիմա շատ բացասական է տրամադրված մեղադրական կողմի նկատմամբ եւ այս դատավարության դրական ընթացքը դրա մեջ է։ Հենց Վարդան Ղուկասյանը ազատվեց, հենց այդ մասին հստակ տեղեկությունը ասեցին, ես միանգամից ձեզ կտեղեկացնեմ։ Հիմա անցնենք հաջորդ թեմաներին։ Եվ այսպես տեսնենք քաղաքապետարանը ինչա կատարվում։
Երևանի ավագանին այսօր հանրային տրանսպորտի թանկացման դեմ ընդդիմադիր Մայր Հայաստանի ստորագրահավաքի հիմքով ներկայացրած նախագիծը պետք է քննարկեր, որն առաջարկում էր մեկ ուղևորափոխադրման համար նախկին 100 դրամ սակագինը վերադարձնել, նվազեցնելով նաև մյուս փաթեթների գները։ Բանը սակայն ոչ քննարկման հասավ, ոչ էլ առավել ևս քվեարկության։ Իշխող քաղաքացիական պայմանագրից հայտարարեցին իրենց դիրքորոշումն անփոփոխ է, հարցն այլևս արդիական չէ եւ կոալիցիոն գործընկեր Հանրապետության հետ հարցի քննարկմանը չեն մասնակցի։ Իշխանություններն այդպես էլ վարվեցին, մեկ մարդու պես դուրս եկան նիստերի դահլիճից։ Եվ այսպես, ուրեմն իշխանությունը ԿՊ-ն, որը շատ փոքր քանակություն ուներ, նա միասին ինքը ինքնուրույն չէր կարող ղեկավարել քաղաքապետարանը։ Նրան գործընկերն է խափած ժողովրդին, այս ամեն ինչում խափած Հանրապետություն կուսակցությունը Արամ Սարգսյանի գլխավորությամբ։ Հիմա այդ Հանրապետություն կուսակցությունը ուրիշ անվան տակ, ուրիշ դեմքով ներկայացված է Գյումրիում։ Հիմա այդ Հանրապետական կուսակցության Արամ Սարգսյանը, որ էլ հնարավոր գույն ու բանը ծեր չի մնացել որ չփոխի, հիմա եվրոժետոնների հետ միասին Լևոն Բարսեղյանի դեմքով ներկայանում է Գյումրիում։ Իսկ ինչ վերաբերվում է, որ այս անդած լսում եմ, ասում են, դե, հեղադրում են այս նույն Վարդան Ղուկասյանին, ասում են, եթե ինքը ձայները չտար Ավինյան Տիգրանին, Ավինյան Տիգրանը չէր լինելու քաղաքապետ։ Այո, այդպես բան եղել է, բայց ես հիմա այս հարցն եմ ուզում տամ։ Եթե ինքը ձայները տար, ասենք, ինքը կամ պետք է թողեր Հայկին, կամ պետք է թողեր սրան, չէ՞, երկուսից մեկն էր, ուրիշ տարբերակ չկար։ Հիմա այս հարց եմ տալի։ Հայկ Մարությանը որ լիներ ուրիշ բաներ լինելու։ Ես իհայտ խոսացել եմ այդ մասին, ասեց լավ, ես չեմ դու ես ինչ կանել, ես չգիտեմ, ես լավ չեմ պատկերացնում ինչ կարել է այս պարագայում անել։ Ասեց այս պարագայում երրորդ տարբերակը նոր ընտրություններ հայտարարելն է, բայց այդ ժամանակ արդեն հանրային ձայնը հաստատ չի լինելու այնտեղ։ Սենց կարող է ես մնամ ընդդիմություն, բայց իրան համ Արտակ Գալստյանը խափեց, համ բազմասեր փոխած, բազմագույն փոխած Արամ Սարգսյանը։ Եվ հիմա այս Արամ Սարգսյանը Գյումրիում է։ Դա է իրականությունը, ժողովուրդ։ Եթե մեկին թվում է այն դերասան կապիկ Հայկ Մարությանը, որ ասում է, ես բան չեմ ասել, չեմ ասել Արցախ Հայաստանը, հետո ասում է, չի ասել ես։ Հա, ասում եմ, բայց ես այդ ժամանակով էի ես ընդամենը դերասան Հայկ Մարությանն էի։ Ասում եք, ինչ տարբերություն այս նարկոմանի ու այն կապիկի, որ ինքը այսօր կասի վաղը փոշմանի, կասի ես բան չեմ ասել։ Հա, այդ ժամանակ որ ես ասել, նշանակ դերասան էի, էդի հաշիվ չի։ Իբր սրանց տարբերությունը ո՞րն էր։ Դա ես ոչ թե արդարացնելու համար եմ ասում, այլ ուղղակի օբյեկտիվ իրականությունն ասա։ Մեկ երկուս էլ աշխատում են Նիկոլի համար։ Նիկոլը երկուսն էլ բերել էր, որն էլ ընտրվեր, իրան էր էլի։ Դրա համար ոչ մի ձայն ամենակարևոր բանը Հայկը չէր տալի ասում հանրային ձայնը, չէր թողում հակակոռուպցիոն այդ վեստուգիչ մարմին պետք է լիներ, ինչ պետք է լիներ, չէ՞։ Այդպես չէր տալիս իրան, որովհետև այդպես էր, դու ոչ մեկ ես։ Նիկոլը երկու դեմքով էր ներկայացված քաղաքապետարանում Հայաստանի։ Հիմա Նիկոլը բոլոր դեմքերով է ներկայացված։ Եվրոժետոնների դեմքով է ներկայացված, Սարիգի դեմքով է ներկայացված, մնացած այլանդակների դեմքով է ներկայացված։ Գյումրեցիներ ջան, շատ վատ է վիճակը։ Բայց ինչ ուզում եք արեք, ԿՊ-ին այդ Սարիգային զիբիլա, հա, մեկ էլ էս եվրոժետոններին ձայն չտակ այդ Բարսեղյան Լևոնին։ Ես դա մասին խոսամ։ Բայց հիմա լսենք ինչով են հիմնավորում, հա, բազմասերափող Արամ Սարգսյանը իր այս որոշումը։ Ընդդիմությունն էլ վերցրեց հեռախոսներն ու դահլիճից դիմեց հետևորդներին։ Տեսեք, սիրելի քաղաքացիներ, տրանսպորտային կացումը, խնդրեմ նայեք, ԿՊ-ն եւ Հանրապետությունը դեմ են գնում ձեզ եւ փախտում են նիստերի դահլիճից։ Մայր Հայաստանից Մանուկ Սուքիասյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, իշխանությունների քայլն ուղղված էր ոչ թե իրենց, այլ ստորագրահավաքին մասնակցած հազարավոր երևանցիներին։ Իրանք մեզ չնախ բոյկոտեցին, իրանք բոյկոտեցին 17000 երևանցու ստորագրությունը։ Չգիտեմ, դրանք իրանով ցույց տվեցին նաեւ, որ իրենք նաեւ քաղաքական, քաղաքացիական առումներով էլ նաեւ որպես երևանցի էլ իրենք սպառվել են։ Իրենք պաթոլոգիկ վախեր ունեն, իրենք հայտարարացած վարկանիշ ունեն։ Տեսեք, մենք արդեն 1.5 տարի այս դահլիճում այս հարցերը քննարկում ենք ու նաև մենք քննարկել ենք մյուս խմբակցության կողմից նախաձեռնված ստորագրահավաքի հիմքով։ Մենք ուզում սա դեմքը նայեք էլի ժողովուրդ։ Երևանցիներ ջան, դուք պատկերացնում եք Երևանցիների ճակատագիրը, այս ողորմելի չնչին արարածը,
Այս կենսագրությունով ոչ մեկ ու ոչ մի բանն է որոշում։ Հիմա սրանց նայեք։ Սրանք սա ոնց որ նույն բանն են, նույն ստանոկով խփած լինեն սրանք։ Որտեղից ծնվեցին սրանք, ով էր սրանց իշխանության։ Երևանցիներ ջան, նույնիսկ եմ ասում, մեր բոլոր ճակատագիրը սա է որոշում։ Նաև այս տեսակը հիմնականում որը որ 80000 քաղաքացու ստորագրություն է, այսինքն մենք արդեն այդ հարցը ըստ էության քննարկել ենք։ Ընդդիմադիր պատկերացրեք ինչ սուտ ասեց 80000 քաղաքացու ստորագրություն հավաքել, որոնք կողմ էին թանկացմանը։ Լսեցիք։ ների ստորագրահավաքին մասնակցած հազարավոր քաղաքացիներ իրենց արհամարված չեն զգա, եթե իմանան, որ իշխանություններն անգամ նիստերի դահլիճում չեն ցանկացել մնալ։ Հարցրեցին քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանին։ Ես էլ կարող եմ ասել, որ 100 հազարավոր քաղաքացիներ կան, ովքեր որ օգտվում են նոր տրանսպորտային համակարգից, նոր սակագներով, հատկապես որ ակնհայտ է, որ Հասկացաք 100,000 քաղաքացիներ կողմ են թանկանալու, փաստորեն։ Հիմա այսօր վճարող 150 դրամ վճարող քաղաքացիներին եմ ասում։ Ձեզ վկայաբերում, որ դուք կողմ եք։ Ես ասել եմ, չէ, դուք այդ 150 դրամը վճարողները դուք ոչ թե ցուցաբերում եք, որ դուք պարտաճանաչ քաղաքացի եք, դուք ցուցաբերում եք, որ դուք կոլաբորանտ եք։ Կոլաբորանտ։ Դուք հասարակ ժողովրդին արհամարած ունեք։ Դրա համար էս ողորմելի չնչին արարած է, կենսագրությունով ոչ մեկը, ու վաղը որ իշխանությունը հանկարծ փոխվեց, ինքը որ ոչ մեկ ոնց եղել է, որ պոնտը, այտենց շարունակելու է ինքը իր կենսագրության մեջ, այտենց գրված մնալ, ինքը ԿՊԻ-ից է։ Այսինքն ԿՊԻ-ից նույնն է, թե դու տանդ մեջ թշնամի ունես։ Հա, որը միջև այդ ոչ մեկ էր, բայց իրանց այդ մեծացել էին, որ վաղը ասենց բանի նման սկսեր արյունոտ խմել։ Այդ 150 դրամանոցներ վճարում են։ Ինքը հիմա ձեզ է ցիտում, ձեզ է բերում, ասում են 100,000 դերներ վճարում են։ Հասկացաք դուք հիմա ինչ եք անում։ Հասկացաք։ բոյկոտ տեղի չունեցել եւ քաղաքացիները պատշաճ օգտվում են։ Անցած ամիս Ավագանու նիստի օրակարգում էր սակագների մասին ստորագրահավաք իրականացրած ընդդիմադիր մյուս ուժի ազգային առաջընթացի նախագիծը։ Այն սակայն քննարկեցին, ճիշտ է, քաղաքային իշխանությունները դեմ քվեարկեցին։ Տրանսպորտի սակագինն անփոփոխ մնաց։ Դահլիճից հեռանալը անհարգալից չէ ստորագրահավաքի մասնակիցների նկատմամբ։ Հարցրեցին քաղաքացիական պայմանագրի կոալիցիոն գործընկեր Հանրապետությունից Անի Խաչատրյանին։ Հազարավոր մարդկանց համաձայնություններ ունենք մենք, քվե ունենք մենք, որը հազարավոր, տասնյակ հազարավոր մարդիկ մեզ տվել են, հա, վստահության, տվել են մեզ վստահության քվե եւ մենք այսօր այստեղ ենք եւ իրենց վստահության քվեով, հա, մեր ընտրություններին տրված վստահության քվեով մենք բերում ենք մեր նախագծերը, մեր օրինագծերը եւ ընդունվում ենք։ Կամ լսում եք ինչ է ասում։ Որ 100,000 քաղաքացի իրենց վստահության քվե է տվել, որ իրենք թանկացնեն տրանսպորտը։ Ու այս միկրոֆոնը պահած մանից մեկը, լրագրողներից մեկը չի ասում, ձեզ տվել են քվեն, որ դուք տրանսպորտ թանկացնեք, այլ լկտի։ Հիմա Վարդան Ղուկասյանը ոստեղ մտներ էֆիր, պետք է ասեին վատ բան, ասում։ Հիմա այս լկտիները ասում, մեզ քվե եք տվել, ինչ ուզենք ձեր գլխին կանենք։ Երկիրը կծախեն, կտանք Թուրքին ամեն ինչից կհրաժարվենք, ինչ ուզենք անենք, իրաց թվում է, որ իրաց քվե են տվել։ Դրա համար են տվել։ Հիմա ուզում եմ այս բանին հարցնեմ ես ոչ մեկին։ Ձեզ քվեն ինչի է ման տվել։ Ձեր նախընտրական ծրագրի մեջ եղել է, որ դուք տրանսպորտը պետք է թանկացնեք։ Չի եղել։ Նշանակում դու հիմա լկտի ես ուղակի։ Լկտի դիմացիներդ էլ որ կանգնած են այդ լրագրողները, ազատությանն եմ տեսնում, 24-ն եմ տեսնում։ Իրանք ուղղակի լրագրող չեն, որ ստեղում բերնին կան, ասեն մի վարքյան, այ բուտաֆորիա, վերընկած։ Քեզ դու գերել ես նախընտրական այդ մեջ, որ դու գալու ես ու թանկացնես, քեզ դրա համար ձեն են տվել։ Այլ լկտի, ասել են չեն ասել։ Թե չէ հիմա այդ լրագրողը պետք է շուռ գար, ասեր, այս հարցը տալուց հետո ասեր ինքը տեսեք տիկին լկտին ստում է։ Իրանք նախընտրականի մեջ չեն գրել։ Ոյանք թանկացնել, ասում մեզ տվել եք քվեն, այն լավ բաների համար որ գրել էինք, հա։ Հիմա նույնը Գյումրիում են անելու, գյումրեցիներ։ Էսա ձեր համար է։ Իրանք ինչ ուզեք գրել է, դրա համար տվել եք, ասում եմ մեզ տվել եք քվե, որ պետք է բարեկարգեինք, ձեր վիճակը բարելավեինք, ամեն ինչ կանաչապատ գոտիներ, բան։ Հիմա տվել եք դրա համար։ Վերջ քվեն տվել եք, հիմա հակառակ անտառները կտրել ենք, ճանապարհները քանդել ենք, տրանսպորտը թանկացնել ենք, վերջ դուք մեզ քվե եք տվել։ Ու մեկը չի ասում։ Տիկին լկտի։ Քեզով է դրամաձայն տվել։ Լրագրությունը միկրոֆոն բռնելը չի։ Նաև մտածելու ունակությունն է։
չի ընդունվում։ Ավագանու իշխանական անդամների դահլիճից հեռանալուց հետո անջատվեց նիստի պաշտոնական ուղիղ հեռարձակումը։ Ավագանու նիստերի հեռարձակումն օրենքի պահանջ է։ Մայր Հայաստանի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը, որն ընտրություններից հետո հրաժարվել էր Ավագանու մանդատից, նախագծի ու իշխանության քայլի մասին խոսեց առանց ուղիղ եթերի։ Ինչի եմ որոշել խուսափել բովանդակային քննարկումից, կարող եք ենթադրել։ Անդրանիկ Թևանյանի ասած արդեն էական չի։ Հիմա տեսնենք այս ընտիկին լկտի ով է ներկայացնում հիմա Գյումրիում, որ գյումրեցիներ ջան, դուք ում պիտի չընտրեք։ Այ այս լկտին ներկայացնում է մյուս ուրիշ, այս լկտի մեկ։ Պարոն Բարձրյան, դες դուք հարցիկին շատ եք սիրում, հա։ Չէ լավ է, գնացեք դեր հարցիկին սիրեք, իմ հետ գործ չունեք։ Հա։ Ոնց որ քո տիրոջ մայրիկին ենք ուզում փնտրենք բոլորով։ Այս ախրանիկներով ես դուրս գալի։ Սիրեմ ես քո տիրոջ մայրիկին եւ հայրիկին, հայցելիս սիրում եմ ես քո տիրոջ մայրիկին եւ հայրիկին։ Կամը մատով չկպնես դու։ Ես մատով կպնեմ, Դիրասանական կարգը Եղածքով լավ։ Քաղաքականությունն ասած դաժան բան է։ Ես որ ասում մարդու կենսագրությունով սկզբից մարդ լինի, մարդ Ոյան նման բան չկարողանան ասել։ Ընդհանրապես ոչի բան չունենան ասելու։ Ոչ չասեն, լսի, կնես, դու են տականքը չէր, որ ասում ես թուրքը գալու է մեզ փրկի։ Որ թուրքը մեզ պաշտպանն է լինելու։ Սա ներկայացնում է այս այլասերվածը մեկին։ Նույն Ադամ Սարգսյանին։ Որ ասում է Երևանում ձենեք տվեմ ես, ուրեմն համաձայնեք, որ մենք պետք է բանը 50%-ով ձեր տրանսպորտը թանկացնենք։ Вообще ընդհանրապես որոշել ենք 300%-ով թանկացնենք, հա, բայց ես զիջեցինք ու անա, սարքեցինք հարություն։ Հիմա դրանք ներկայացնում են այս մյուս այլասերվածի դեմքով։ Քաղաքականությունը ընդհանրապես կյանքն է այտենց բան։ Դու ոնց ուզում ես ապրի, օրը գալիս է, տենց հաշիվը դնում են դեմդ։ Ու դու չես կարա փախնես, այսպես կարաս փախնես, այս կռիտ է։ Պահպանեք եւ մի վիրավորեք անձանց։ Բոլոջը զառանցում է կարգի երավի։ Բոլոջը դուք եք ձեր ընտանիքով հանդես, պարոն Բարձրյան ջան։ Վայ, ձեր հարսիկ ու ձեր ընտանիքը։ Թե տենց մանիքն արեցիք։ Չլսա։ Չէ, լսեք։ Դե լսեի, կամերաները լսեցի։ Դու հասկանում եմ, դե սիկտի եղի։ Դե սիկտի եղի։ Այդ տղա։ Չես վիրավորու։ Ես քեզ վիրավորական բան ասել եմ։ Այդ տղա։ Չբրթեի։ Մի խոսքով, մնացածը էական չի։ Հիմա բայց այս միլիցիական հայտ հաճույք են ստանում այս տեսանից։ Երևի սանքներն են զղվում Բաղսերյան Լևոնից։ Այն որ սկսեց ծաղրել բոլորին։ Հա, որ մեկը Ալաշկերտից էր, մեկը Վանից էր, մեկը Սասունից էր, սկսեց Նիկոլ ցիտել։ Ծաղրելով մի տարածքի բնակիչներ, որ հիմնականում կամ Ղարսեցից են, այդ կողմից են, էլի, գաղթած։ Պատկերացնում եք, ինչ պետք է, ինչ հեղինակություն պետք է ունենա, ընդ որում ումա ներկայացնում է հենց հիմա մեկին այդ եվրո ժետոններից, որոնք հույսը դրել են, որ ժողովրդին համոզում են, որ Թուրքիան իրենց փրկելու է, որ Ալիևի վիճակը շատ ավելի վատ է, որ իրենց ձեն եք տվել, հիմա ձեն տվեցիք, վաղը հանգացնելու են ամեն ինչ ավելին, ասեն, «Ադա դուք եք ձեն տվել սրա համար ինձ»։ Գյումրեցիներ ջան, մնացածը ձեր գործն է, ես բան չեմ ասում։ Իսկ ինչ վերաբերում են որ իրեն հիշացնում են ինքը ով է եւ այլն, ցանկացած մարդ, մանավանդ որ ամբիցիա ունի, հա, քաղաքական դաշտում երևալու, ընդհանրապես պետք է հասկանա մի բան։ Ոչ չի կարա ինքը ամբողջ կյանքը բանը ինչ ուզի անի եւ մի օր որոշի որ վերջ։ Ինքն արդեն ժավել դրած է, մաքուր է, ամբասիր է, ինչ ուզի, ասենք մոռանալու են բոլորը իրենց մասին։ Չէ, ժողովուրդը պես մի բան է, չի մոռանա ոչ մի բան։ Ու կարող է բոլորը մոռանան, մեկը դնի մի օր դեմը։ Ասենք, պատկերացրեք մի 2-3 տարի հետո։ Հա մեկը ասես ուրախ ներկայանում է, որ ինքը, ասենք, ոստիկանության գեներալ է կամ բանակի գեներալ է, կամ ԱԱՑ-ի գեներալ է, մեկ էլ համեստ մի հատ երեխան ասում կներեք, դուք Փաշինյան Նիկոլի ժամանակին չեք աշխատում։ Ինքը պետք է մեռնի տեղ մի անգամ։ Սուիսիդ անի, ասես խփինք իրան, էլի, որ հարցը իրեն չտային։ Որտեվ հաջորդ հարցը լինելը, բայց այդ ժամանակ դու ինչով ես զբաղված։ Դու ինչով ես այդ ժամանակ զբաղված։ Ու այս հարցը բոլորին տրվելու է։ Բոլորին այսօրվա ուժայիններում ով որ աշխատում է, այսօրվա քաղաքային իշխանությունում ով որ աշխատում է, վաղ այդ հարցը
իրեն տալու են, այս նույնն է ոնց է Բարսեղյան Լևոնին են հարցում, հարցի թե քնել ես թե չէ։ Դա ինձ չի հետաքրքրում, բայց իրան հարցնում են, չէ, որտեղ ինքը տենց է ապրել։ Հիմա սրանցել էլ մնացածին հարցնելու են դու Նիկոլի ժամանակ ինչ էր աշխատում։ Այսօր ամբողջ ուժայինները դատական, դատախազականա, գիտեմ, քնչականա, ու բանը ոստիկանա, բերետավորը, ԱԱՑ-յականը, ինչ վաղ այդ հարցը ձեզ բոլորին տալու են։ Դուք չեք կարա ասեք Նիկոլից հետո ասեք վերջ մաքրվել ենք, այդ Նիկոլ չկա։ Ձեր մասին էլ հիշող չկա, չէ, բոլորիդ այդ հարցը լեգիտիմ տալու են։ Դու այդ ժամանակ ինչ էիր անում։ Այդ հարցին ոչ մեկը պատասխան չունի։ Ինքը մաքսիմում, եթե մի քիչ ինքնասիրություն ունենա, կասի ճիշտ ես ասում, կվերցնի ու վենակը կբացի։ Արժանապատվություն ունեցող մարդը, առնվազն արժանապատվություն ունեցող մարդը, հենց որ Լևոնին նայեք, ձեզ խղճացեք։ Նա դες տավանին եմ ուզում լսենք նաև, էլի։ Չունեք։ Շատ լավ։ Ես ելույթով հանդես կգամ։ Հնար է, մարդիկ այդքան կներեք, բայց փափախով քուրդ չեն։ Եվ մենք հարգելի գործընկերներ, սիրելի երևանցիներ, մենք շարունակելու ենք հիմնանորոգել մանկապարտեզները, որովհետև մեր երեխաները արժանի են Նատելսեք։ Դա ուղղակի անհնար է, մարդիկ այդքան կներեք, բայց փափախով քուրդ չեն։ Ես ուզում եմ ասեմ, ինչքան քուրդ կա Հայաստանում, քուրդ եզդի իրավունք ունի բարոյական, էլի։ Ինչ ուզե անի ես այդ։ Ազև խոսք։ Այսինքն ես ոչ մի քրդի չեմ մեղադրի, եթե վաղը իր ուզած ինքնադատաստանը տեսնի ստականքի հետ, որը բացասական իմաստով մենք փափախով քուրդ չենք, այս արտահայտությունը սրանք չհասկացան, որ իրենք իշխանություն են, սրանք չհասկացան, որ իրենք ելույթ են ունում մասաների համար, սրանք չհասկացան, որ ընդհանրապես իրանց խոսքը կարա ճակատագրական հետևանք ունենա։ Հիմա այս խոսքը սրա համար պետք է ճակատագրական հետևանքներ ունենա։ Ստենց խոսքի համար ցանկացած երկրում, ցանկացած նորմալ երկրում հենց տեղում ինքը բան կգնար, դիմուկ կգրեր, ու իր ակաժները բաներով կտանեին բերդ, որտեղ մեկ անպայման իր ազգային պատկանելիության համար, վիրավորական բանը կոնտեքստում, այդ բառը օգտագործելու համար մի հատ բողոք կգրես սա, ու սա հենց այդ ազգային խճականության դիսկրիմինացիայի հոդվածով կգներ կնստել ուղղակի, կամ այնքան տուգանք կմուծել, որ ամբողջ կյանքը կաշխատել այդ տուգանքը տալու համար։ Դա է իրականությունը, սրանք ոչ մի բանի համար հաշիվ չեն տալի։ Իսկ Հայաստանն էլ օրինապան համակարգը ասում նստած խոտ ատում, վաղը հարցնելու են, չէ՞, դու ինչ էիր անում, ընկեր դատախազնդ է։ Դու լսեցի սա։ Դու լսեցիր, չէ՞ սա, էսի կոնկրետ բանա, փաստա։ Դու միջոցներ ձեռք առնելու ես, իհարկե ձեռք չես առնելու։ Եթե վաղը քրդերը իր ականջը բանը փողոցում ուղղակի շանթուլի նման կտրեն, պետք է ասես քրդերը մեղավոր են։ Կասես։ Գիտես ինչի՞։ Որովհետև քո գործը ոչ թե օրինականությունը պահելն է, քո գործը օրվա իշխանությունը պահելն է, դու դրան ես սովոր, բայց դու դրա համար ես վաղը պատասխան տալու։ Քեզ այսօր երեխեդ կարող է պուճուրա չի հասկանում, բայց վաղը հարևանը հարցնելու հələ մի վայրկյան, դու ինչ էիր անում Նիկոլի ժամանակ։ Կարող որ մի քիչ բան ունենան հարևանդ, արժանապատվություն ունենան, այսօր էլ կասեն, արա դու Նիկոլի ժամանակ ես աշխատում։ Դու հանցավոր, մարդասպան, ցեղասպան, ազգասպան դրանց համար ես աշխատում, դու սրանց գործիքն ես։ Բայց ասում եմ, հիմա այս գործի համար, եթե այս բարերի համար թուրքերը վաղը, քրդերը վաղը, սրա ականջները փողոցում ուղղակի գառան ականջների մեջ կտրեն, ես չեմ զարմանա, ոչ էլ կմեղադրեմ, ոչ էլ կասեմ բռնություն է, չէ, բռնություն չի։ Դա ազգային արժանապատվությունը վերականգնելու ձև է, որովհետև եթե սենց բան ասվել, ասենք չեչենների նկատմամբ, վստահ եք, չեչենները կգային Չեչնիից, հենց թե իր ականջները հրապարակում կկտրեին ու ոչ մի հատ մուսր մոտիկ չէր գնա վաղից, որտեվ գիտեք ինչի, գիտի որ Չեչնիան ոնց Չեչենն է, ոնց կարա դրանց մոտենա, Կադիրովն դերից Պերշինք ուղղակի մերեկները։ Բայց ես որ նայում եմ Քուրդիստանին,
Ես մտածում եմ ոնց ուզում էլի հայկական այդպես համայնք կլինի, էլի, որ կասի հələ մի հատ կնալի ստեղ հələ, որտեղ քրդերը այդ կոդ առաջ 30 միլիոնանոց թուրքական բան են խփել։ Թուրքական 30 միլիոնանոց հրթիռ են խփել։ Այսինքն քրդերը չունենալով պետություն այդպես բանակ ունեն։ Նենց որ Ավինյան Տիգրան, դու կարաս այդքան ապահով չֆրֆրաս։ Կարող է իրանց ականջնել ես ամեն ինչին հասնի։ Heç չէ Հայաստանի քրդերը ճիշտ կլիներ, որ գրեն ուղարկեն Քրդստան, ասեն գիտես ինչ ժողովուրդ ջան, մենք ստե Հայաստանում խեղճ ենք, չենք կարող այս տականքների դեմ։ Բայց մեզ ազգի վիրավորական տոնով են, ձենով են էնել քաղաքային իշխանությունները կամերաների առաջ, ասում են խոմ ենք փափախով քուրդ չենք, ամեն ինչ հիշում ենք։ Եվ այն փափախով քրդերը ոչ իմանի ոչ ունակ են, ոչ հիշողությունն է, ոչ էլ մի խոսքով հասկացեք մնացածը։ Կամ էս միստականքը։ Բարեպաս լինի իրենք, ասում եմ, ես սիրով կգնամ բան։ Ոնց անենք սանց ուղարկենք ժողովուրդ։ Հա? Ոնց անենք սանց ուղարկենք։ Ոնց անենք սանց ուղարկենք Ադրբեջան, մենք իրենցից պրծնենք, էլի։ Ասում են, իրենք երազում է գնա Թուրքիա, բարեպաս լինի իրենք էլ մեզ մոտ կընդունեինք իրենց էլ։ Մենք արդեն ընդունել եք տականքներ։ Թուրքեր լավ էլ ընդունեք, բայց նույն ձևի դուք չեք կարա գնաք։ Մենք հասկանում ենք ինչ վիճակի ենք մենք ընդհանրապես հոգեբանական, մեզ ինչի են նախապատրաստում։ Ու սա շատ ինքնավստահ, որ հանկարծ վստահ որ ձեռները բռնող չի լինելու, որովհետև ով սրանց ձեռքը պետքա բռնի, էլիս եմ ասում, վաղ իրանց հարցնելու, բա դու Նիկոլի համար ինչ ես, Նիկոլի ժամանակ ինչ էր անելու։ Բախի ես տականքի ձեռը չէր բռնում, սա բերանը ինչի չէր փակում, Բաքու գործը ինչու չէր անում։ Այդ քո չանելու արդյունքում էլ Բաքուն այսինքն հայտարարություն անում, նույնիսկ Հայաստանի ստորացումը մերժում ասում է Նիկոլա, Հայաստանի լավ չի կռացրել։ Այնտեղ տեղ կա, հələ այս աստիճանը լավ չի, էլի միջև վերջ չի կռացել, էլի տեղ կա կռանալու։ Ո՞քես Հաջիզադեին ուզում ասեմ, Հաջիզադե։ Դուք պատկերացնում եք, եթե վաղը հանկարծ Հայաստանում հանկարծ իշխանություն փոխվեց։ Ձեր վերջը ինչ է լինելու։ Ձեր հալը ո՞նց է լինելու։ Պատկերացնում եք։ Ես չգիտեմ, թե դուք ինչքանով եք վստահ, որ Հայաստանում հանգիստ հաստատ ոչ իման չի փոխվելու։ Ես ձեր փոխարեն այդքան վստահ չէի լինի։ Դե պատմությունը անենց անակնկալ փոփոխություններ անում Հաջիզադե, անենց անակնկալ փոփոխություններ անում։ Հա ոչ մեկ չէր կարող կանխատեսել։ Ես հույսս չեմ կորցրել, որ փոփոխությունը լինելու է, որովհետև ես հույսս չեմ կորցրել, որ հայ մարդը կարա միոսս ջղանանա ու ձեռը խփի գենի։ Սեղան գոնե, հա։ Ու այդ ժամանակ հենց Նիկոլին ուղարկեցին գրողի ծոցը, դուք ձեր ձեռով թերթելու եք Ադրբեջանի վերջին էջը, վերջին, այն որ դրանց հետո այն բան չկա։ Չկա, դատակ տարածություն է։ Ադրբեջանը էջերը փակվելու է։ Հենց Նիկոլը գնաց կամ ուղարկեցին, փակվելու է Ադրբեջանի էջը։ Փակվելու ուղարկի։ Թե ոնց ես մի 300 համեմատաբար ազնիվ մեթոդներ գիտեմ, ոնց կարելի է Ադրբեջանի էջերը փակել։ Եվ այսպես լսենք ես պատրաստվում գրել տարածաշահմանադրություն, որը տարածաշրջանի շահերը կներառի։ Այսինքն դուք մաքսիմում կարող եք գրել սահմանադրություն, որ ներառի Հայաստանի Հանրապետության շահերը։ Այդ մենք հասկանանք տարածաշրջանային, որ ասում եք, ինչ է դա նշանակում։ Տարածաշրջանային սահմանադրություն խաղաղությունը եւ խաղաղության պայմանագիրը եւ խաղաղության միտված հարաբերությունները չվտանգող սահմանադրության մասին է խոսքը։ Դուք երբևէ լսել եք, ու սա իրավաբանը ասում են, հա։ Դուք երբևէ լսել եք, որ սահմանադրության խնդիրը լինի խաղաղությունը չվտանգող տեքստեր ունենալու մեջ։ Դուք այդպես բան լսել եք։ Ասում են, ես իրավաբան եմ։ Բայց խաղաղությունը չվտանգող, այսինքն խաղաղության չվտանգողն է։ Սահմանադրությունը սահմանում է մարդու իրավունքները, երկրի կառուցվածքը։ Ինչ է նշանակում սահմանադրությունը պետք է խաղաղության բաներ անի։ Ում ճաշակով, ում սանդղակով խաղաղություն։ Խաղաղությունը երկրի կառուցվածքի, մարդկանց իրավունքների, փոխհարաբերությունների մասին փաստաթուղթ է։
Մեկը չկա, սա հիմա լրագրողներից մեկը չի օրինակ զարմանում եմ ուղղակի, բայց չկա, ասի աղջիկ ջան, դու ընդհանրապես գիտես սահմանադրությունը իր մասին, ինքը ինչի համար է նախատեսված։ Ո՞րը ձեզ ասել, որտեղ ընդհանրապես խաղաղություն, հասկացողությունը բան ունի, գործ ունի անելու։ Սահմանադրությունը խաղաղության հետ ոչ մի ընդհանուր գործ չունի։ Ոնց որ մեկը, բանա, չգիտեմ, ուտելիք է սարքում, ինքը մտածի, որ այս ուտելիքը, չգիտեմ, լավ համեմատություն չէ, կշտանալու համար։ Ոնց կշտանալու համար։ Սրանք ոնց են բերում սա խառնում իրար։ Մի հատ բառ են սովորել, խաղաղություն։ Ու ինչքան այդ խաղաղությունը շատ բան է, շատ են ասում, մենք այնքան ավելի շատ զոհեր ենք ունենում ու կոդուսներ։ Զգացել եք 7 տարի մենակ էս ենք լսել։ Բայց նույնիսկ եմ ասում, մեկը չկա, ասնեք կնիկ։ Կամ չգիտեմ, այ եսի միջ։ Դու եթե Երևան ես, դու չգիտես սահմանադրությունը ինչի մասին է։ Ինչ է սահմանում սահմանադրությունը։ Դրանք էլ ինձ ասել են։ Եթե դա որպես բարձրաբան մեկ ումից տարածքային պահանջներ։ Մենք մեր սահմանների տերն ենք եւ այդ սահմաններն արտացոլված են համապատասխան քարտեզներում։ Այսինքն Սահմանները արտացոլված են համապատասխան քարտեզներում։ Ու սա իրավաբան է։ Մեկը չի ասում կնիկ, այ կին, այ չգիտեմ ինչ։ Սահմանները սահմանվում են համապատասխան ոչ թե քարտեզներով, այլ համապատասխան օրենսդրական ակտերով, պայմանագրերով, միջազգային իրավունքի ներկայացնող այդ մասշտաբի թղթերով, պայմանագրերով։ Ինչ քարտեզ։ Հասկանում եք պետությունը որտեղ է։ Այս լրագրողներն էլ ուղղակի չեն տիրապետում էլի թեմային։ Գնացել են ուղղակի որ հարց տան, ասել են գնամ այդ նյութ բեր, գնացել բերում։ Այնպես պետք է աշխատեք, որ սահմանադրությունը չվտանգի խաղաղության համաձայնագիրը։ Մենք մեր վարքագիծը եւ գործելավոճը ցանկացած դեպքում պետք է կառուցենք այնպես, որպեսզի մեր երկրում հաստատվի խաղաղությունը եւ զարգանա։ Մեր երկրում հաստատվի խաղաղությունը, մեր երկրում խաղաղություն եղել միշտ։ Միջև ձեր գալը։ Մեր սահմանադրությունը եղած։ Նույնիսկ ամենավատ տարբերակը երբևէ չի խանգարել երկրում խաղաղության հաստատմանը։ Մենք խաղաղ ենք ապրել միջև ձեր գալը։ Լրագրողներ, երկուս բոլորիդ։ Նա անվտանգային միջավայր է, ինչի մասին է խոսքը։ Մեր գործող սահմանադրությունը ինչով է դրան խանգարում։ Մեր գործող սահմանադրությունը չեմ կարծում, որ որևէ բանով դրան խանգարում է։ Այդ մասին ասել են։ Բայց ինչ եք փոխում։ Ով կպատասխանի, ես արդեն չգիտեմ ինչքան ասեմ։ Ինչու ենք փոխում։ Հիմա ինչով է խանգարում։ Տեսեք, ուղղակի ես մյուս անգամների համար երևի ձայնագրեմ իմ պատասխան, որ հաջորդ անգամների համար ուղղակի միացնեմ, որովհետև արդեն այսպես անհնար է։ Դուք ո՞նց եք Պետք է արդեն անհնար է։ Ի՞նչն է անհնար։ Այո, անհնար է, բանաներ։ Տուպը ստել։ Իրոք անհնար է։ Հիմա գնաս կլսես քո պատասխանը, կլսես իմ հարցերը, մեկնաբանությունը ու քեզ գնահատական կտաս։ Տիկին Գալյան։ Հա ու եթե քեզ չգիտեմ, կարծեմ դասախոսում է, չէ, ինչ որ, դες բան եմ հիշում։ Հա, ուսանողները եթե ինձ լսում են, վաղ այդ հարցը իրեն կարող են տալ։ Ասեմ, բայց դու գետինը չես մտնում, այս ուղեղով, այս պատասխանում դու եկել ես կանգնել այստեղ, ինձ բան ես ուզում սովորացնել։ Իրավունք, իրավագիտություն, սահմանադրական կարգ, հա։ Այդ գիտելիքներով դու եկել ես թե կանգնել ես, որ ինչ անես։ Կարակ ասեք ուսանողներ չեն։ Այս լրագրողները չեն տիրապետում թեմային, բացարձակապես։ Մեկը չի կարող այդ բան ասի։ Ես ինչ ես դու խոսում։ Դու որպես հիմա ինչ ես խոսում։ Այդ լեքսիկոնը, այդ պատասխանը կարող տալ, ասեն, չգիտեմ, ազգային ժողովի բուֆետի, ասեն, կոֆե դնողը։ Այ ինքը կարող մոտարապես այդ պատասխանը տալ։ Բայց եթե մարդ դատախազությունում աշխատել, դատական համակարգում աշխատել, հələ հետնել ամբիցիա ունի ներկայանալ որպես օրենքի մարդ, այդ խոսածածը կոչվում է mental trash, մտքի աղբ։ Որովհետև իրենց միտքը սա է։ Հիմա այս նկարը նայողներն ասում են, դե հիմա ինչ անենք, ախր սենց եկել է, սենց էլ գնալու է, կամ ստե ինչ վատ բան կա։ Եթե վատ բան չլիներ այստեղ, Ժողովուրդ ջան, այսօր մենք լավ վիճակի մեջ կլինենք, երկիրը լավ վիճակում կլիներ։ Որովհետև
գործողությունը, երևույթը լավ է կամ վատ է, սա ոչ թե ճաշակի ոլորտից է, այլ դրանց նայում են արդյունքներով։ Եթե այդ գործողությունների այդ արդյունքում դու ունես դրական տեղաշարժ, ուրեմն ինչքան էլ որ դու քննադատվել ես ի սկզբանե, արդարացված է։ Որտեղ ցանկացած նոր բան կարա եւ ի սկզբանե դրական բանը, հա, քննադատվի։ Այսինքն քննադատվել դա չի նշանակում, դեռ չի նշանակում լինել սխալ։ Ցանկացած նոր բան ի սկզբանե գնահատվում։ Բայց հիմա այս տեսարանը, որը մեր մոտ առնվազն գոնե 35 տարի գոյություն ունի, ու ինքը աճում է երկրաչափական պրոգրեսով։ Երկրաչափական պրոգրեսով է, հա։ Արդյունքներով կարելի ասել, դա լավ է մեր վրա ազդել, թե լավ չի ազդել, հա։ Որովհետև եթե սա լավ բան լիներ, մենք հիմա այլ միջավայրում պետք է ապրեինք, այսինքն բոլորը պետք է գոհ լինեին, սահմանները պետք է ապահով լիներ, բանակը պետք է ուժեղ լիներ, մեր երկիրը պետք է կորուստներ չունենար, բայց մենք բոլորս հասկանում ենք, չէ՞, որ այդ ամեն ինչի հիմքում ընկած է այս նկարի բովանդակությունը։ Այս նկարի բովանդակությունը, ես գիտեմ մի բան, 18 թվականի հեղափոխությունն դա ցույց տվեց, որ նույնիսկ այսօրվա պայքարողները, ճակերտավոր եմ ասում, պայքարողները Փաշինյան Նիկոլի դեմ, բոլորովին չեն պայքարում այս գիտակցության դեմ։ Իրան պայքարում են Փաշինյան Նիկոլի դեմ։ Քանի դեռ այս գիտակցությունը չկա, պայքարելա պետք սրա դեմ, որովհետև Փաշինյան Նիկոլները հետևանք են։ Հետևանք։ Կարող է անունը Փաշինյան Նիկոլ չլինի, այլ տականքի անունն է, բայց ինքը բովանդակությունը նույնն է։ Եթե մենք դեռ չենք հասկացել, որ սա է ծնում Փաշինյան Նիկոլ, սա է ծնում, այսինքն սա ծնում է մի հատ այսպես կերպ, ահա, մի հատ նայեք, էլի։ Նայեք։ Ավելի հզոր մանիպուլյացիայի վարպետ քան Նիկոլ Փաշինյանն է, որտեղ իրան էլ են այդպես չաթոյել։ Ես խնդրեմ կոռեկտ լինել, դուք խոսում եք մեր երկրի ղեկավարի մասին եւ ես չէ, ձեզ կոռեկտության կոչ կանեմ, ոչ։ Իսկ գործը ընդհանրապես լրագրողին կոռեկտության կոչ անելը չի։ Իրեն հարց են տվել, ինքը այդ հարցին պետք է պատասխանի։ Բայց գիտեք ինչի է այտենց խառնվում իրա, որտեղ էս լափիս կարա կտրվի։ Այս լափիս կարա կտրվի։ Ու հələ անհանգիստ վիճակ է լինել, ինքը ցայտնոտի մեջ է, ինքը չգիտի ոնց տակից դուրս գա։ Չի կարող եւ չի այդպեսի բազմաթիվ գնահատականներ կան։ Հիմա մենք դեսեկցիան կոչանենք, որ քաղաքացու մանիպուլյացիա։ Ես վստահաբար կարող եմ պատասխանել, որ քաղաքացին ընդհանրապես իր նյութերի 90%-ը զբաղված է, լավ 90-ը չասեմ, ամեն դեպքում քանի որ գիտակ չի նաև կանաչապատման ոլորտի, բուսաբանության ոլորտի, իր նյութերից բուսաբանությանը, կանաչապատմանը վերաբերող նյութերի գրեթե 90%-ը մանիպուլացված է։ Լսեցիք, մանիպուլացված է։ Եթե ժողովուրդը չի հասկանում բուսաբանությունից, ուրեմն իր բոլոր եզրակացությունները մանիպուլացված են։ Հասկանում եք, ժողովուրդը պարտավոր չի հասկանա մանիպուլյացիա, բանը, բուսաբանությունից։ Բայց ասում են Կովկասում այդ արդեն թվերը կան, հա, ամենակեղտոտ օդն ունի Հայաստանը։ Ստա փաստա, այդ տգետ։ Հասկանում եք, որ այս ամեն ինչի հետևանքը սա է, այս սրա հետևանքը սա է։ Թվում է թե աման փողը էլի, փողը ոնց կարող է կեղտոտի օդը, չէ՞։ Ուրեմն փողը կեղտոտում է եւ օդը, քանդում է բանակը, քանդում է երկրի հիմքերը, քանդում է արդարադատությունը, քանդում է հարաբերությունները։ Փողը, սա, այս երևույթը ամեն ինչ քանդում է։ Հիմա կասեն, երևի դու փողը ատում ես, ես փողը չեմ ատում։ Ես փողը աշխատում եմ։ Սա փող աշխատել չի։ Սա մարդկանց աշխատածն ուտելն է։ Ու գիտեք, որ մարդկանց աշխատածը ուտելու դիմաց ինքը անպայման մի բան տալիս է։ Պոստն է տալիս, իրավունքներն է տալիս, հա, աչքերն է որոշ տեղեր փակում, ինքը սկսում է դավաճանել, փող ամեն ինչ, փող աշխատելը վատ բան չի։ Փողի գերի դառնալն է վատ բան։ Փողի դիմաց այս ամեն ինչը վաճառելն է բան։ Նույնիսկ եմ ասում, փողը, որ ուզում եք պատկերավոր տնեք, սա է ստեղծում։ Որ պատկերացնում եք, բոլոր թույն են շնչում։ Փողը վերցնում է հանրապետության վարչապետը, ծախում է երկիրը, մեկ էլ դու քո տան մեջ ապրում ես, մկրտում ես տարածքը քոնը չի։ Դու էլ տուն չունես։ Դու սեփական հարազատների գերեզմանը չես կարող այցելես։ Այդ փողը sense բան է։
Դրա համար այն երկրներում որտեղ կա կոռուպցիա, այդ մասշտաբների, չնայած ասում են կոռուպցիա համարյա բոլոր տեղերը կա։ Ընդունենք, որ բոլոր տեղերը կա։ Երևի դրան չափանիշներ կա, որտեղ այդ կոռուպցիան ունենց է ոնց որ մեր մոտ, դրանք երկրներ չեն, դրանք կիսա երկրներ են։ Որտեղ այդ երկրներում կյանքում չի կարա լինի ապահով բանակ, ապահով մանկություն եւ ապահով ծերություն։ Տեսեք ինչ եմ ասում, ապահով մանկություն եւ ապահով ծերություն։ Դուք ցանկացած երկրի վիճակ, իր զարգացվածություն երկու հանգամանքով կարաք դատեք։ Ինչքանով են ապահոված այդ երեխեքը եւ ինչքանով են ապահոված այդ ծերերը։ Եթե այդ երկու հանգամանքը չկա, լավ չի, նշանակում է դուք գործ ունեք հանցավոր պետության հետ։ Հանցավոր պետական համակարգի հետ։ Ու եթե մեր կռիվը այդ հանցավոր պետական համակարգի դեմ չի, այլ Փաշինյան Նիկոլի դեմը, նշանակում է մենք այտենց էլ չենք հասկացել ինչ է նշանակում ունենալ պետություն եւ որոնք են պատճառները։ Փաշինյան Նիկոլը դա կաշառակերության, կոռուպցիայի, դավաճանության, չէ՞ որ ինքն էլ ամեն ինչը էս փողի դիմաց անում։ Փողը։ Այն ԱԱԾ-ն, որ իրան չի բռնել, էլի փողի դիմաց չի բռնել։ Որ էսօր չի բռնում, էլի փողի դիմաց չի բռնում։ Դա եմ ասում, մի օր գալու է այդ բոլորին հարցերը տալու է, բայց դու այդ ժամանակ ինչ խոտ էիր ուտում։ Հայրիկ, պապիկ, չգիտեմ, բարեկամ, ընկեր։ Դու այդ ժամանակ ինչ էիր անում, այդ հարցը լեգիտիմ հնչելու է։ Հիմա էլ իրավունք ունի հնչել, ուղղակի հետո ավելի հեշտ է լինելու, էլի։ Հիմա էլի նույնս եմ ասում, էլի վախենալու են այդ հարցը չեն տալու, բայց ցանկացած մեկը ցանկացած ժամանակ իրավունք ունի։ Ցանկացած համազգեստավորի ասի, էլի մի վարքյան։ Այս պահին դու ինչ ես անում իմ կոտորածը կանգնեցնելու համար։ Այս ամեն ինչը, այս օդը դու չես շնչում արա։ Քո երեխան չի շնչում այս օդը, քո մայրը, քո կինը, որ ասում է սիրում ես իբր։ Բայց նույնիսկ եմ ասում, այս փողով ապրող մարդը իր ստամոքսից, իր կոմֆորտից բացի ոչ մի բան չի կարող սիրել, որովհետև սա դիմաց ինքը տալիս է ամեն ինչ։ Երեխու ապագան եւ բոլոր հնարավորությունները պաշտպանված լինելու։ Հա, այսօր Աշոտյան Արմենն էլ կուզենար դրսում լիներ։ Հա, ինքը ինչի դրսում չի, որովհետև ինքը այդ նույն համակարգի զոհն է, ինչու ինքը ստեղծել է, ինքը ուրախ է, չէ՞ որ դատական համակարգը ուղիղ ենթարկվում է շեֆին իր, Սերժիկին։ Ինքը թքած ունի այդ համակարգի ինքնուրույն աշխատում է, թե չէ։ Ինքը թքած ունի այդ համակարգը կարողանում է օրվա իշխանության կամքին հակառակ որոշում անել կատարել, թե չէ։ Դուք պետք է շատ լավ իմանաք, ով հիմա ուրախանում է, որ Նիկոլի ժամանակ էլ էս դատական համակարգը ինչ ուզում անում է, ուժայինները ուզում խփում են, ուզում ծեծում են, մազերը պոկում են, աշկերտներ հանում են, ինքը պետք է հասկանա մի բան, վաղը ինքը դրանց տեղն է լինելու։ Եվ ինչ եմ ասում այսօր պետք է սարքեիք այդ համակարգը, որ վաղը ձեր երեխեքը հանգիստ ապրեն։ Ձեր երեխեքը ձեր ստեղծած համակարգի զոհն են լինելու, ձեզ թվում է դուք եք պաշտպան, դուք եք երեխեքն ձեր սերունդը, որովհետև դուք ինքներդ եք ստեղծել այս համակարգը։ Այսօրվա զոհը, որ վաղն էլ զոհ լինի, իր համար ոչ մի բան չի փոխում։ Հենց ինքը զոհ էր։ Բայց դուք այսօրվա համակարգը ստեղծողներ, դուք լինելու եք վաղը ոնց ու նույնպես եմ ասում Աշոտյան Արմենը։ Ես իր դեմ բան չունեմ։ Արմենը էլի պետք է նստի։ Բայց ուրիշ հոդված եմ, ոչ թե ինչ որ ներկայացնում են։ Այսինքն ինքը իր ներկայացված հետ կապ չունի, բայց քանի որ ինքն համակարգի ծնունդն է ու ողջունել է ծափատել այդ համակարգին, որ ոնց ով իրանց պետք էր, պետք է դատեին։ Շանթիներ պետք, ծռերիներ պետք, չգիտեմ, Գյուդերեն Հայկիներ պետք, ում պետք է իրաց դատել են, ինչ ուզել արել են, չէ։ Ինքը ժամանակ ուրախ էր, կոմֆորտ էր, մտածում էր անընդհատ ինքը լինել է իշխանություն եւ իրանց դատարանն է լինելու, այդ դատարանը եւ իրանք են որոշելու, որ արդարադատությունը ոչ թե օրենքն է սահմանադրությունը, այլ իրենք, մեկ էլ օպլա։ Մի օր պարզվեց, շեֆը որոշել է, չէ, իրանց։ Նիկոլն է։ Իրանք էլ բերեցին իշխանության, չէ։ Մեկ է պարզում է, չէ, Նիկոլին պետք է օրենք, ասեն սանտիս մեկը գնա նստի, այն մեկին սպանեն բերդում։ Երբ որ քո ձեռը չի այդ իշխանությունը, եւ դա սահմանադրությունը չի, ուրեմն այսօր ձեռը տա վաղն էլ դու գիտես որը։ Այն ինչ որ հիմա իրականանում է։ Այս տականքը լրիվ խելքը գցել է։ Հոր անունով, հերը որ իրան ատում էր։ Ասում էր մի նորմալ բան չկա, սարքեք բան, վարչապետ։ Իր հոր անունով մրցաշար արել։ Մրցաշար։ Վովա Փաշինյանի անունով։ Ու սրանք էլ կողքը կանգնած ծափ են տալու, հələ դուք նայեք։ Իմ համար չկա ավելի գարշելի ու մերժելի տեսարան, քան
գցնող տղամարդ է, ես ազնիվ խոսք եմ ասում։ Որովհետև այս կողքի բոլոր կանգնածները իրանք չեն կարող անկեղծ լինեն ոչ իրանց կանանց հետ, ոչ իրանց երեխեքի հետ, ոչ իրանց ծնողի հետ, ոչ իրանց ընկերների հետ, ոչ իրանց շրջապատի հետ, որովհետև իրանք քսնող ու կեղծող են։ Դες մարդու հետ ոնց կարելի է հաց ուտել կամ սեղան նստել կամ տեղ գնալ կամ ընկերություն անել։ Սենց կանեց ծափ են տալի, որովհետև Նիկոլն անդե, ու իրանք այս պահից ինչ որ բան ունեն, ակնկալիքներ ունեն։ Ավելի զզվելի տեսարան կա սեփական կամքով ստարկացողի համար։ Սրանք սեփական կամքով ստարկացողներ են։ Ու իրանք գիտեք ինչ, պատկերացնում եք ինչ որ մեկի հայրն են, ինչ որ մեկի ամուսինն են, ինչ որ մեկի զավակն են։ Երեխան ինչ պետք է սովորի։ Հորը օրինակ ինչն է լինելու։ Տենա հերը ոնց է պաշտոնի համար, ինչ որ հնարավորության համար, ստում, կեղծում, տորանում, դառնում հանցակից։ Այս սերական մարդասպանին ոտերի տակ թավալ գալի ինչ որ մի կտոր հացի համար։ Ինքը կարող է հիմա չհասկանա, բայց հետո օրը գալու է, այս նկատը նայելու ասի, պապա, դու ժամանակ ընդեղ ինչ էիր անում, խեր ծափ տալի։ Ինքը ինչ պետք է ասի։ Չէ, բայց այսօր էլ չէ, առնվազն գոնե ընտանիքի մեծերին այդ հարցը իրան, այդ մեծերը այդ հարցը պետք է տան ու ինքը ինչ որ մի հատ պատասխան պետք է տա։ Մեր դժբախտությունը, ժողովուրդ ջան, թուրքը չի, ռուսը չի, այն չգիտեմ, ոչ մեկ չի, մեր թշնամին իրական, այս սա է, այս տեսարանը, հա, այս տեսարանը, այս էլ նույն շարքից է, դեռ նույն շարքից է, ու նույնց եմ ասում, արդյունքը սա է։ Հիմա այս երեխեն 2 տարի հետո կարա բանակ գնա, չէ, երևի սրանց երեխեքից մեկն է։ Ես հարց եմ տալի, դուք ես երեխու կյանքի համար կարա գարանտիա տակ երաշխավորեք այդ տականքներ, որ հիմա ծափ եք տալի։ Այս տականքը քանի երեխա ասենց տարավ սպանեց։ Դուք հիմա նույն մարդուն ծափ եք տալի։ Միշ այս տականքին ծափ եք տալի, այսպես բեմականացումներ ա գալիս։ Բանը խաչը վրեն կախած, եկեղեցի այսօր սա տեսա։ Դուք հասկանում եք, այս մեզ տանում են դեպի սա։ Մեզ հետ են նախապատված։ Իրանց չգիտեմ, կյանքի երազանք ասեմ, ինչ ասեմ, աշխարհում ամեն ինչ կփոխվի, բայց սրանց համար վերաբերմունքը քրիստոնյաների նկատմամբ չի փոխվելու։ Եթե միջև 21-րդ դարում չի փոխվել, եւ պետք է փոխվի։ Չի փոխվելու ու մեզ գիտակցաբար իրանք չեն թաքցնում, չեն կեղծում, որ հետո խափեն մեզ հետո իրագործեն։ Ցույց են տալիս, ինչ ա լինելու ցանկացած քրիստոնյայի հետ, որ ընկավ իրենց ձեռը։ Նույնը արեցին Սիրիայում, չէ՞։ Նույնիսկ ոչ թե միայն քրիստոնյաների հետ, արեցին նրանց հետ, որոնք իսլամիստ չեն։ Ու մեզ sense գիտակցաբար, sense փափուկ բարձը դնելով գլուխներից տակ տանում են ու այս տականքին ծափ են տալիս։ Ես չեմ ասի կյանքում ձեր երեխեքը պետք է լինեին այդ երեխեքի տեղը, բայց իմ չասելը չի նշանակում, որ դա չի կարա լինի այդպես։ Եվ այդ ժամանակ Աստված վերևից նայելու ասի. «Բապուշ, բաբա ծափ էի տալի, չէր մտածում, վաղը քո երեխան ա լինելու դրա տեղը։ Դու դրա մասին չէիր մտածում»։ Գերմանիայի մեր ընկերները մնամակ են գրել Գերմանիայի պրեզիդենտին, որտեղ Գերմանիայի պրեզիդենտը գալու է ապրիլի 2-ից, ասեմ ապրիլի սկզբին գալու է Հայաստան եւ Փաշինյանի ու Նիկոլի հետ Վահագն Խաչատրյանի հետ հանդիպում ունի, որ գնալու է Սևան, Դիլիջան, բայց իր այցելության մեջ չկա Ծիծեռնակաբերդ այցելություն։ Եվ Գերմանիայի ես ասեմ ոնց է կոչում այդ նախաբանակազմակերպությունը։ Ուղղակի հայ համայնքի ներկայացուցիչները, որտեղ Ազատ Օրդուխանյանը նաև ակադեմիականների խորհրդի նախագահն է, պատմաբան, իրենք պահանջ են ներկայացնում, պահանջ են գրել, նամակ են գրել, որ անպայման
Գերմանիայի նախագահ այցելի նաև Ծիծեռնակաբերդ, որտեղ այս տականքները հանում են ընդհանրապես պետական այցելությունների մեջից Ծիծեռնակաբերդ այցելությունը։ Պատկերացնում եք, ու նամակով իրանք խնդրում են, որ անպայման դա արվի եւ զգուշացում են, որ ոչ մի պայմանագիր, ոչ մի կետեր, ոչ մի բան չի ընդունվելու եւ Գերմանիան էլ իրավունք չունի դա ընդունելու եւ մի խոսքով ողջունելու այդ համայնքը, այդ փաստաթուղթը։ Ես նենց կուզենայի, որ Սփյուռքում գտնվող բոլոր կառույցները, Սփյուռքում բոլոր մեծ փոքր էական չի, իրենց մոտ իրենց նախագահներին, վարչապետներին, կենտրոններին, որոնք զբաղվում են այս հարցերով, անպայման այսպես նամակներով դիմեին բաց, որ մենք խոսենք, որ բոլորը հասկանան մի բան, որ Հայաստանում ինչ որ կատարվում է, այն ինչ որ ներկայացում է աշխարհում որպես ձեռքբերում, հասկանան, որ դա ոչ թե ձեռքբերում է, այլ դավաճանություն է։ Դավաճանություն բառացի, հա։ Ոնց որ այսօր Զելենսկին ամեն ինչ տա բանը ռուսներին։ Ասի Ղրիմն քեզ, Դոնբասն քեզ, Լուգանսկն քեզ, ամեն ինչ քեզ, ինչ որ գրավել ես քեզ։ Ու դա ներկայացնեն որպես բան, խաղաղություն։ Հասկանում եք, այդպես էլ կարելի է ներկայացնել։ Բայց երբ որ տեսնում են, որ ժողովուրդը դա ներկայացնում է որպես դավաճանություն, այդ քայլը միանշանակ չի ընդունվում։ Հիմա ես վստահ եմ, շնորհակալություն Ազատին Օրդուխանյանին եւ մնացած բոլորին, որոնք այս ամենը կազմակերպել են, նախաձեռնել են, բայց ես կուզենայի, որ Սփյուռքում մեր բոլոր կազմակերպությունները, նույնպես մեծ, փոքր, նման նամակներով, այլընդ սենատորը, ներկայացուցիչները, մի խոսքով ով ունեն այս ակտիվությունը կազմակերպեն, որ աշխարհում ամեն դեպքում այն կենտրոնները, որոնք հետաքրքրված են եւ զբաղված են այս հարցերով, հասկանան, որ ամեն ինչ այդքան միանշանակ չի, որ Փաշինյան Նիկոլը ընդհանրապես խաղաղության հետ կապ չունի։ Փաշինյան Նիկոլը իր ժողովրդի թշնամին է, դավաճան կապիտուլյանտ։ Այսքան բան։ Իսկ մինչ այդ Աթենքում տեղի ունեցել Հունաստան, Կիպրոս, Իսրայել երակողմ հանդիպում, որի ընթացքում Իսրայելի արգանանախարար Գեդեոն Սաարը հայտարարել է Իսրայելը աջակցում է Կիպրոսի տարածքային ամբողջականությանը, Թուրքիայի կողմից Կիպրոսի ներխուժումն ու դրա մի մասի շարունակական օկուպացիան անընդունելի է։ Դե ոչ, մարդիկ գործով են զբաղված։ Մարդիկ իրոք գործով են զբաղված։ Հունաստանը ակտիվ Կիպրոսի հետ աշխատում է։ Եվ ունեն այս արդյունքը։ Այն հանգամանքը, որ Իսրայելը Ադրբեջանին քաշատալիս դեպի բանը, ոչ թե քաշատալիս, իրանք իրենց հետաքրքրություններ ունեն, ուզում է բան երակոմ համաձայնություն բերի, նաև նույնիսկ Ամերիկայի Միացյալ Նահանգների։ Ես ասեմ Իսրայելին, ինչի ես անում դա։ Ոնց որ ես մեղադրեմ ինչ որ մեկին, որ իմ թշնամու հետ ընկերություն անում։ Երբ որ ես ինքս ապաշնոր եմ, երբ որ ես ինքս չեմ կարողանում ընկերներ գտնել, հա, կոալիցիաներ կազմել, հարաբերություններ ստեղծել, իմ թշնամին է մեղավոր դրա համար։ Ես ոչ Իսրայելին եմ ուզում բանամ արդարացնեմ։ Ոչ եմ, ես ուղղակի ցույց եմ տալի, որ հնարավոր է սա։ Որտեվ ամենահակաթուրքական երկիրը դա բանա Հայաստանից հետո, դա Հունաստանն է։ Եվ Կիպրոսը, խնդրեմ ճիշտ հարաբերություններ եւ արդյունքը։ Ժողովուրդ, մենք պետք է կարողանանք դուրս գանք այս վիճակից եւ հասկանանք, որ ցանկացած բան, ինչ որ կատարվում մեր հետ մեր երկրում, թիվ 1 պատասխանատուն դա մենք ենք։ Պետք է տնից դուրս գալ, այս վիճակից դուրս գալ, բռնել փողոցում պահած առաջի համազգեստավորի դոշերից ու տապ տալ ասել, արա, այս ինչ ես անում։ Այ եղբայր, այ հարազատ, այ ընկեր ջան, դու ես ինչ ես անում։ Դու ինչքան ես ինձ ստեղ խեղտած պահելով, այս տականքը իմ ու քո երեխեքի ապագան թաղի։ Դու ինչ ես անում։ Կարելի է չի անել։ Ես ես վստահեցնում եմ, եթե 10 հատ այտենց բան անող լինի, 10-ից 3-ի արդյունք է տալու գործը։ Առնվազն դե բնականաբար 10 ոստիկաններ չեն սկսելու միանգամից մտածել, բայց 3-ը կսկսեն մտածել գոնե։ 3-ը կսկսեն մտածել, կսկսեն մի քիչ պասիվանալ իրանց գործողությունների մեջ, ձեռը որ մարդ հնգնի, ոչ թե մազերը կպոկեն, աշկերը կհանեն շպրտեն, բանից դուրս սպանեն, այլ կարող ասեն ապեջը մի վայրկյան, ախր վաղը ես կարող եմ մարդու տեղն եմ, բայց ինձ ով է պահելու։ Եթե ես օրենքը խախտում եմ եւ օրենքը խախտելը համատարած է, նորմալ է, բայց ինձ ով է պաշտպանելու։ Կարան չէ, եթե մենք դուրս գանք մեր այս կոմֆորտ վիճակի մեջից,
Ամեն ինչ հնարավոր է փոխել, ժողովուրդ ջան։ Ես ոչ միտեղից օգնություն չեմ սպասում, ոչ Եվրոպայից, ոչ Ամերիկայի Միացյալ Նահանգներից, ոչ էլ առավել եւս Ռուսաստանից։ Իմ հույսը գիտակից հայ մարդն է, եթե նա կարողանա։ Դա կռիվ տալու բան չի, ժողովուրդ ջան։ Կռիվ պետք չի, դա Սասունցի Դավիթ պետք չի դառնալ, ոչ հիմա պետք չի դառնալ։ Պետք է ուղղակի մարդ հավատի, մարդ։ Հա, որ են Լևոն Բարսեղյանին նման չբռնեն փողոցները, ինչ ասեն։ Եվ ինքը չկարողանա պատասխան տալ։ Մարդ հավատի։ Դրա ընկեր ջան, դա խնդրես ինչ ես անում։ Շատ էլ ասենք իրար հետ ենք մեծացած ասենք մի բակում, բայց դու ինչ ես անում։ Ինչ վախենում եք, ինչը նեղանա ձեզ ուտի։ Այդ հողուտի։ Գոնե ձեր երեխուն դրանով կփրկեք, այդ մարդու հետ, այդ նույնիսկ այդ ոստիկան երեխուն կարելի է փրկել։ Որտեվ այսօրվա այդ մարդը չի հասկանում ինքը թքած ունի։ Իր այսօրվա կոմֆորտը, ստամոքսի այդ պարունակությունը իր համար շատ ավելի կարևոր է, քան իր սեփական երեխու ապագան։ Փաստացի է սա։ Սա կարող աբսուրդ չի, բայց փաստացի սա է։ Արագ գնանք դրսինորություններով ու վերադառնանք Հայաստան։ Միղոսկով Բունդեստագը արդարաբանը հաստատել է իր անվտանգության համար, պաշտպանության համար բյուջեի ավելացումը։ Ասեմ, մեծ լավություն արեց իրականում Թրամփը Եվրոպային։ Մեծ։ Բայց սա չարեց որպես լավություն, էլի։ Ինքը մտածում էր, հեսա խեղտելու է, Իրանով անելու, քանդու կարապանելու, բայց այդպես բաները միշտ հակառակ էֆեկտ է լինում։ Ցանկացած մարդու, որ զրկում է օգնությունից, ինքը սկսում է դառնալ ինքնուրույն։ Եթե իհարկե բան չի, դեռ բույս չի, էլի։ Եթե բույսը ուրեմն կործանվում է, եթե բույս չի դառնում է ինքնուրույն, ուժեղանում է։ Դաման ասում, այն ինչ որ չի ստանում, ուժեղացնում է մարդուն։ Նույնը եղել է Ֆրանսիայի հետ, նույնը եղավ Գերմանիայի հետ եւ Բրիտանիայի հետ։ Ուրեմն 10 իմ դելոց բանը Ազատություն ռադիոկայանի համար եմ ասում, 10 եվրոպական երկրներ Պրագայում այսօր հավաքվել են, որոշել են, որ իրենք կաշխատեն պահեն Ազատություն ռադիոկայանի ֆինանսավորումը գոնե Եվրոպայի մասում, որովհետև Թրամփը արեց այն ինչ որ չէր հաջողվել սովետական միությանը, KGB-ին, հա, որ փակեր Ամերիկայի ձայնը, որ Ռուսաստանը չներ, մեկ էլ Ազատություն ռադիոկայանի ձայնը։ Ես ասեմ, որ Ամերիկայի ձայնը լսելով մարդկանց բռնում դատում էին, աքսորում էին ուղղակի։ KGB-ն, սովետական միությունը չկարողացան դա անեն։ Դա արեց Թրամփը։ Դե հիմա ինչ ուզում եք ինձ ասեք։ Ինչ ուզում եք համոզեք, այսօր մեկը գրել է Թրամփը, կեցե, այ նրան, որ ինքը արեց, էդի Օբամայական էր։ Ուզում ես մի բան ծանր բան վերցնես ու խփես գլխիդ։ Այդ չկարդաս էլի։ Դուս ես մտածում ես մարդ որտեղ կարա իր բանով մնացած լինի ինտելեկտով էլի, որ sense ինքը դրել է մի ամբողջ համակարգ փակում է Ազատություն ռադիոկայան։ Հա, ասենք Ամերիկայի ձայն, ասենք չգիտեմ, արդարադատության համակարգ, հետախուզություն, հակահետախուզություն, ասի այն-ի Օբամայական էր։ Կեցե Թրամփը։ Դե զարմանում ենք այս աշխարհում այսքան դժբախտություններ որտեղից։ Այդտեղից է գալի ժողովուրդ։ Ցանկացած դժբախտություն գալիս է տգիտությունից։ Ազգային պատկանելություն չունի տգիտությունը, ես դա արդեն հասկացել եմ։ Դա նշ չէ, հայկական ֆենոմեն է, էլի։ Լիտվան բանը փակել է ոտի ճանապարհը Ռուսաստանի եւ Ուկրաինայի, Բելարուսի համար։ Ճիշտ ասած, ես գիտեի վաղուց է ինքը փակել, փաստորեն ինքը նոր է փակել, ասում են կարելի է միայն անցնել ավտոբուսով եւ ավտոմոբիլով։ Իսկ ինչ է, միջև հիմա բաց ավտոբուսի եւ ավտոմոբիլի ճանապարհները դեպի Լատվիա։ Հետաքրքիր է։ Ինչի դրանք փակած չի։ Լավ, սա մենք ասում մասին արդեն խոսացել ենք, լսենք մեր քաղաքացիներին։ Անգլիից բղավում էր Ղարաբաղը, Հայաստանը եւ վերջ։ Ինչ եղավ քեզ։ Այ ողորմելի, ինչ եղավ քեզ։ Մոռացել ես Թումանյանը լավ խոսք ունի, ասում ենք բոլորս էլ հյուր ենք կյանքում մեր ծննդյան փուչորից։ Այսօր գալիս անց են կենում, այս անցավոր աշխարհից ասում մարդու գործը միշտ անմահ է։ Հիմա քո գործը, որ դու անմահացրեցիր, վաճառեցիր հսկայական հողատարածքներ Հայաստանի, որ հեշտությամբ չէին ձեռք բերվել դրանք։ Հիմա դու ինչ ես անելու։ Ոչ թե 7 պորտով ես նզովվելու, 40 պորտով ես նզովվելու։ Ուր էլ փախնես, ինչ էլ անես, Աստծո գործը անքննելի է։ Ինքն էլ պատիժ է ստանալու։
որ մենակ ինքը կիմանա։ Կարող է մենք չիմանանք, փախնի չգեմ, որ խուցը մտնի, որ դու չգտնես իրան, բայց Աստծուց չես փախնի։ Վերջ։ Անդոնի Համաձայն եք։ Այս ժողովրդի տրամադրությունը ինձ բանանում, այդ սթափությունը, գնահատականը։ Եթե ժամանակապետք, որ sense դուրս գա, սկսի գործողությունների մեջ արտահայտվել։ Արժևում ընտրություններ է, գոնե դե կարա արտահայտվի։ Գոնե Գյումրիում կարա կործանվի այս տականքների բողմակը, հա, իդեմս իրանց ԿՊ-ի եւ այդ եվրոժետոնների կարա լուրջ բան եմ ասում, կարա թող ոչ մեկ սրան կամ Լևոն Բարսեղյանին ձեն տալուց հետո մուննատ չգա իր ճակատագրի վրա, հետո մուննատ չգա որ իր երեխան տարան բանակ, չգիտեմ, չեմ ուզում վատ բառեր ասեմ։ Իր այս ամեն ինչը նայելով, տեսնելով, եթե ինքը սանցելի ձենա տալի, նշանակում է ոչ միայն ինքը արդարացում է ինչ որ եղել է, ինքը արդարացում է նաև դրանց շարունակությունը, որի գինը տալու է նաև ինքը։ Ազգը վերացնեն։ Գիտություն Փաշինյանին բերել են հատուկ նրա համար, որ հայ ազգը վերացնեն։ Գիտություն, կրթություն, մշակույթ տարան կապեցին սպորտի հետ։ Մշակույթի աշխատողը գիտություն չի հասկանա, որ մնաց սպորտը։ Նրանց ծրագիրը հայ ազգը վերացնելն է։ Նա Հայաստանի հողերը, ջրերը Իմ ջելոց ասեմ, սա առաջի բանն է, որ իրենք արեցին։ Առաջի հարվածը, որ Հայաստանը կերավ, դա 18 թվականի, դա սփյուռքներ, Սփյուռքի նախարարությունը կազմալուծեցին եւ մշակույթը։ Առաջինը, որ արեցին, թվում էր թե անպաշտպան, չգիտեք, անփորձ երիտասարդներ, բարբռուն, կայտար, եկել են իշխանության, ժողովրդի իշխանություն, ու իրանք հիշում եք ինչ արեցին։ Ես այդ ժամանակ sense գոռում եմ, բայց ինձ ասում են, «Չալ նախանձ ես դու»։ Չալ նախանձ, անշնորհակալ, էլ ինչ են ասում, ուտողուրացող։ Ասում եմ, ոնց թե։ Դու ամենակարևոր նախարարություններն ես փակում Սփյուռքի ու մշակույթի, ինչի համար։ Քեզ բերել ենք, որ դատական համակարգի փոփոխություններ անես, այդ տականք։ Դու ուր ես կապել մշակույթին ու Սփյուռքին։ Այսօրվա համար է, լսեք։ Մաս տալիս է Թուրքին, եւ Թուրքի ուրախությունն է։ Էրդողանի գիրքը Էրդողանի նկարը վրան ուրախ հիանում է այդ գրքով։ Էլ ինչ մտածեմ ես այդ մարդու մասին։ Այո, այդ մարդու մասին ուրիշ բան չես կարա մտածես։ Էլի հիմա խոսքը զուգում եմ նրանց, ով պահում են այդ մարդուն։ Ամեն օր հիշելու եմ ես ձեզ։ Քանի դուք այդ համակարգում եք աշխատում, քանի դուք այդ մարդուն պահում եք, դուք այս պետության թշնամիներն եք։ Դուք հայոց պատմության, հայոց պետականության, հայ մարդու, հայ ժառանգության, դուք թշնամի եք։ Թող ձեր տնեցիկներն էլ իմանան, ձեր ընկերներն էլ իմանան շրջապատում, դուք քանի այդ համակարգում եք, քանի ծառայում եք այս տականքին, դուք թշնամի եք։ Ուրիշ ոնց ասեմ, ասենք առաջ։ Չկա ընդհանրապես հայ, որ խոսում եք հայի գենը, հայը սենց հայանեն, բա ուր մնացի, ուր են, ինչի չեն հելնում ոտես ստորներին ռադան են, ինչի չեն միասին, ուղղակի մեր ազգն է մեղավոր, ու տեղին է այն ինչ որ լինում է, որովհետև միասնականություն չկա, եթե միասնական կանգնեն, համատարած լինի գործադուր, համատարած լինի դասադուր, այս ապուշներին որ ռադան են, լավ, ոնց լինի, ամբողջ 10 միլիոն հայությունից գոնե մեկը կգտնվի, որ այս ազգը կհանի ոտի։ Ինչ այդքան դենը գացենք, մնացել են թուրքերի հույսի։ Ես որ ասես մեկը կգտնվի, ես արդեն սպասում եմ, որ այդ վճռական ցուցամատի մասին է խոսալու, որ ազգով տես մնացինք սպասը այդ վճռական ցուցամատին։ Ամեն ինչը խեղաթուրել է ինքը, հասկանում եք, դասագրքերից սկսել է, այն մի պերիոդ, որ գնացին դասագիրք չկար։ Ինչ էին անում, որոշում էին թուրքահպատակ պատմություն էին իրանք գրում, 5000 տարվա պատմությունը, իրապես ողորմելի անգրագետ ոչնչությունը իրա կնոջ հետ միասին։ Մեզ ասում է, բանը, կրթվել է նորաձևը։ Կներես,
կրթվելը միշտ անորաձև եղել, եթե դուք երկու թափ թփուկով, չգիտեմ, 8-րդ դասարանի կրթությամբ նոր որոշել եք կրթվեք, հայ ազգը կրթված ազգ է։ Եվ այսպես, արձանագրում ենք, որ բոլոր շերտերը ժողովրդի հասկանում են ինչա կատարվում, ո՞ց եմ ասում, պետքա, սա առաջի էտապն է։ Ես չեմ ուզում, որ մենք խորքային դեպրեսիայի մեջ լինենք, բա համ հասկանում ենք, համ գործողություններ չկա։ Չէ, ցանկացած գործողությունների հիմքում նախ պետք է լինի ընկալումը։ Հետո անպայման պետքա դրան հաջորդի գործողությունները, որտեղ գործողություն առանց ընկալման միշտ բերում է կատաստրոֆայի։ Իսկ ընկալում առանց գործողությունների փուջ է։ Փուջ է։ Հիմա ես տեսնում եմ, որ ընկալումը կա, սպասում ենք գործողությունների։ Գործողությունները չի նշանակում միայն ապստամբություն, որին ես էլի դեմ չեմ։ Ամեն օրվա մեր գործողությունը, խոսքը, նկատողությունը, հորդորը, կոչը, ամոթանքը, հա, դա գործողություն է։ Ընդ որում մեկ-մեկ շատ ավելի ազդեցիկ գործողություն է, քան մեկին ուղղակի ֆիզիկապես, չգիտեմ, ջարդել, հա։ Խոսքը կարող է շատ ավելի ուժեղ ազդի, ավելի խոր հետևանքներ թողի, ամբողջ կյանքով, քան մի հատ ապտակը։ Ես վստահեցնում եմ, կա այդ պրակտիկան։ Ես ուզում եմ դուք չթերագնահատեք ձեր խոսքի իրավունքն ու խոսքի զորությունը։ Մանավանդ եթե այդ խոսքը ասվում է շիտակ ուղիղ, առանց բանի, թշնամանքի։ Հիմա ես առանց թշնամանքի ամբողջ ուժային համակարգին ասում եմ։ Դուք թշնամի եք։ Դուք թշնամի եք ոչ թե ինձ, դուք թշնամի եք բոլորիս, ձեզ էլ, ձեր երեխեքին էլ, ձեր սերունդներին, ձեր այսօրվա ներկայացնելին էլ անցյալներիդ եք դուք թշնամի, ձեր երեխեքին ապագային եք դուք թշնամի։ Ես սա ասում եմ առանց թշնամության, որովհետև դուք թշնամի եք, գնացեք մտածեք, թե ես ինչի եմ դա ասում։ Եթե չեք հասկանում, մի հատ հասկացող գտեք փողոցում, ասեք, ինձ ասում են, որ ես ծառայելով, աշխատելով ես ճիվաղին, ես թշնամի եմ։ Ճիշտ է ասում, տեսեք ինչ են ասում։ Տեսեք դուք հանդիպել եք անկեղծ մարդու, թե ձեր նման մեկին։ Դա էլ է կարևոր։ Հենց դենակ ասում է, չէ դուք թշնամի չեք, ուրեմն դուք հանդիպել եք էլի թշնամու։ Ուրիշ ոնց ասեմ։ Այսօր համար այսքանն է, լավ մնացեք։